գաղափար պիտի լինի, այս միասնականությունը պիտի ջարդեն, այդ համերաշխությունը պիտի ջարդեն, պատառոտեն, պատառիկների բաժանեն, որպեսզի ավելի հեշտ լինի կուլ տալ։ Նորից եմ կրկնում, չի հաջողվելու միանշանակ եւ այսօրվա մեր կլոր սեղանն էլ հենց միտված է դրան, ավելի եկեղեցու դերակատարության, պետականաշինության, արտաքին հարաբերություններ ունեցած բարձր եւ լրջագույն դերի, մեր դեսպանությունների ստեղծման իսկ օրվանից օտարափերում սերտ համագործակցության, նպաստի, աջակցության, նեցուկ լինելու եւ այլն։ Եվ այսպիսի հավաքներ վստահ եմ նաեւ շատ ուրիշ հարթակներով կազմակերպվեն, որպեսզի ուղղակիորեն ցույց տալ, որ այն ինչ որ այսօրվա իշխանությունները ձեռնարկել են, ուղղակի դատապարտված է, ինքը առ ոչինչ է լինելու, որովհետև ժողովուրդը հրաշալի հասկանում է եւ այստեղ միայն հավատացյալ ժողովրդի մասին չէ խոսքը, հա, ընդհանրապես հայ ժողովրդի։ Բոլոր նրանց, ովքեր իրենց համարում են հայ, հա, առավոտյան հայլու առջև կանգնում են եւ ասում ես հայ եմ։ Այդ արյան կանչով միևնույն է ժողովուրդը ոտքի է կանգնելու եւ պաշտպանելու իր սուրբ սրբոցը, մայրաթոռը, հայաստանյա առաքելական սուրբ եկեղեցին։ Եվ պարոն Մելիքյանը, արդեն հայտարարվեց քննչական կոմիտեն, այնուհետև Նիկոլ Փաշինյանը ահաբեկչություն են կանխել Հայաստանում։ Դե հիմա դուք նայել եք, այսինքն, չգիտեմ, այդ մի հատ ինչ-որ պլան էր PDF ֆորմատով 3 պտտվում, կարդացեք, խնդրում եմ, բացի նրանից, որ խորագույն սխալներով նախադասություններ են ձևակերպումների մեջ եւ մոտեցումների մեջ, այսինքն թատրոնով չեք կարող էլի խաբել այդ կրկեսային բեմադրությունները, չգիտեմ, որ սենյակներում ինչ նորելուկ տեխնոլոգների կողմից այսպես ծնված այդ հիվանդագին անհասկանալի մտքերը, դա հենք է պատրաստում հերթական ռեպրեսիվ շարքերի, պետական ռեպրեսիվ մեքենան, բնականաբար այսօր վաղ առավոտվանից արդեն գործի է դրվել, փաստ իմ ունեցած տեղեկությունները նաև Սրբազան պայքարի ակտիվիստների տներում եւ բուն Բագրատ Սրբազանի բնակարանում եւ ընդդիմադիր նաև կեցվածք ունեցող շատ-շատերի մոտ, որ ասում են կամաց մոտենում են տարբեր մարդկանց տներին, անելու են այդ բանը, հիմք էր պետք դրա համար, որպեսզի արևմուտքին էլ փորձեն խաբել, այսպես շղարշի նման, թե ոչ թե սա ռեպրեսիա է, ոչ թե իրավունքից դուրս է, այլ ընդհանրապես հեղաշրջումը կանգնեցնելու փորձ, որպեսզի Հայաստանը վեր պահվի ինչ-որ հեղափոխական եւ հեղաշրջման փորձերից։ Իրենք ինչով էին զբաղված 18 թվականին, այդ ամեն ինչ մենք տեսել ենք եւ գիտենք։ Այդ նույն բանը նաև տեղի էր ունեցել մի քանի օր առաջ, երբ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Անկարա, Էրդողանի հետ հանդիպման, ոստիկանական ուժերը պատել էին ամբողջ ազգային ժողովը, կառավարությունը իր ինչի համար է սա արվում, ինքը իր սեփական ժողովրդից պաշտպանում է։ Միանշանակ սա առաջին հերթին իշխանության այս նույն վարչախմբի ղեկավարի վախերի մասին է խոսում, հա։ Ինչքան ցածր պիտի լինես, որ կարողանաս այդ մեջի ցասումը ուղղված քո իսկ ժողովրդին, որի ծնունդն ես դու քո ասելով, հա, ինչքան վախ պիտի ունենաս քո մեջ եւ ինչքան անկեղծ չլինես քո ժողովրդի մեջ, որ մտածես իմ ամեն նմանատիպ քայլը ինչքան կասկածներ կարող է, ինչու, որտեվ անկեղծ չես եղել, ինչու, որտեվ խաբել ես։ Հերթական անգամ էլ փորձ է արվելու խաբել, դրանով էլ պայմանավորված է այդ ամբողջ ռեպրեսիվ հսկայական մեքենան աշխատացնել է։ Հիմա 1, 2, 10 պիտի աշխատի, բայց այդ աշխատացնողներն էլ չէ, իրենք էլ հասկանում են, իրենք էլ զզվել են արդեն, իրենք էլ արդեն 24 ժամ 7 օր ռեժիմով արևի տակ ուղակի կանգնելով ինչ-որ բան պաշտպանելու, ինչ-որ հիմարաբանություններ, հիմար մտքեր պաշտպանելու համար, այդ օրն էլ կգա, իրենք էլ կզզվեն։ Ես հենց համակարգի շարքային աշխատողներից միջև բարձրաստիճաններ նկատում եմ, սրանով է պայմանավորված, վախերով, որ հանկարծ իրենց պատկերացմամբ Աստված չանի, ժողովուրդը հասկանա եւ ժողովուրդը ոտքի կանգնի։ Իսկ այս ժողովուրդը, որ ոտքի է կանգնում, ցունամիի նման սրբում տանում է եւ որևէ խտրականություն չի դնելու, ինքը դա շատ լավ գիտի եւ ինքը հրաշալի գիտի նաեւ այդ հրապարակի ուժը ինչ է իրենից ներկայացնում։ Սամվել Կարապետյանի
կալանավորման մասին խոսենք, հա, Սամվել Կարապետյանի պաշտպանություն եկեղեցու կանգնել է, բայց նա ընկալում է այնպես, որ զավթում է իշխանությունը։ Դե սա ծիծաղելի է, այսինքն այդ իմաստով նորից ու նորից գալով այդ վախերին, հա, Սամվել Կարապետյանի նման այդ տրամաչափի մարդը, որ առաջին հայացքից թվում էր, թե ինչ է եղել, որ ինքը բավականին հաջողակ գործարար է եւ հրաշալի կարող էր իր կյանքը այսպես շատ ու շատ հազարավոր տնց ունենք, չէ, գործարարներ, բերանները ջուր լցրած այդ վախով, որ հանկարծ իրենց բիզնեսներին ինչ որ խանգարիչ հանգամանքներ արգելքներ չառաջան, իսկ այս իշխանությունները ամեն ինչի ունակ են, եթե չասեն, որ նախապես արդեն այսպես մեսենջերներով տարածել են, որ հանկարծ եթե տեղներից այդ շարժվեք, իմացեք 1 րոպե հետո հարկային ուղակի մտնելու է ձեր մոտ, հարկային տերորի ենթարկի։ Հիմա Սամվել Կարապետյանի կալիբրի մարդը մի կողմ ա դրել այդ ինչքը, այդ հսկայական ունեցվածքը, այդ միլիարդավոր դոլարները, եկել կանգնել է որպես հայ զավակ, որպես հայ մարդ, որովհետև ինքը հայլու առաջ պատասխանել է այդ հարցին։ Ես հայ եմ եւ վերջ, իմ ինքնությունով, իմ հավատով, իմ հայրենասիրությամբ, իմ եկեղեցու կողքը կանգնած եմ, այսինքն հայրենիքիս կողքը կանգնած եմ, այսինքն երկրիս կողքը կանգնած եմ, այսինքն ժողովրդիս կողքը կանգնած եմ։ Այս գիտակցումը, որ լինի մյուս գործարարներ կլինեն, մասնագիտական մյուս շրջանակներ կլինեն, որոնք տենց աչքերը փակ են, 3 կապիկի պատմությունը կա, չեմ լսել, չեմ տեսել, չեմ խոսել, այդ բանը պիտի վերանա ուղղակիորեն եւ շատ արագ, շատ արագ այս իշխանությունները ուղղակի կհեռանան, չեն դիմանա ընդհանրապես, որովհետև նորից եմ կրկնում, այդ ալիքի ուժը, այդ մրկահողմ կասեք, ցունամի կասեք եւ այլն, իրանք հրաշալի են ճանաչում։ Դա համար փորձում են ամեն ինչը շատ արագ, սաղմնային, բջիջային նույնիսկ վիճակում խեղդել, որ ինքը հանկարծ չմեծանա եւ չընդարձակվի։